Շատ ամոթ չլիներ, ես քեզ կոմոդ կգայի առանց շպարի։ Սիրելիդ ինչ է նշանակում սիրելի։ Ինքան բարդ բաներ ես ասում, որ Ինչի հետ համաձայն չէիր, որ ստիպված դուրս եկար թատրոնի։ որ ես ու Նատալիա Օրերոն հայտնվենք նույն բեմում։ Ես հարթաթաթություն ունեմ, սկսեցի աշխատել մանկական սրճարանում։ Արդեն հույսս կորցրել էի, որ մի օր կնկարանվեմ ֆիլմում։ Ողջույն, ինչպես նախորդ հաղորդման ժամանակ խոստացա Ռաֆայել Երանոսյանին, այսօր մեր տաղավարում է դերասանուհի Սոնա Մաթևոսյանը։ Սոն, բարև։ Բարև։ Շնորհակալություն Ռաֆայել Երանոսյանին։ Իհարկե դու իմ ցուցակում կայ, բայց Ռաֆայելը ավելի արագացրեց գործընթացը։ Շնորհակալ եմ, որ շատ զբաղված լինելով ժամանակ գտար ու եկար։ Շատ ուրախ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ նմանապես։ Տաղավարում, երբ անջատվում են տեսախցիկները, լույսերը, բեմից ներքև ես, մենակ քո մտքերով, ինչպիսի Սոնա ես։ Երբ է իրական Սոնան հայտնվում։ Շատ հանգիստ է իրական Սոնան, շատ չի խոսում, լուր է, մտքերով է, շատ ժամանակ հետևում է, լսում է։ Մի խոսքով շատ հանգիստ եմ ես իրական կյանքում ու դրա համար էլ շատ մարդիկ, որ ինձ տեսնում են, ինձ հետ նոր են ծանոթանում, ոնց կարաս դու լինես դերասանուհի, ոնց կարաս դու բեմում այդքան, չգիտեմ, ակտիվ լինես, աշխուժ լինես, թռվռաս, երգես, պարես, մի խոսքով, բայց կյանքում այսքան հանգիստ լինես, ասում եմ, այդպես է, ես իմ էներգիան խնայում եմ ու հետո ամբողջը բեմում եմ տալիս։ Դու գիտես վերջի պրեմիերայի ժամանակ շատ մեծ էներգիա էիր դու փոխանցում բեմից։ Ես ուղղակի ներկայացման սկզբից մինչև վերջ քեզ էի հետևում։ Դերասաններ էին, իհարկե կամերային թատրոնի բոլոր դերասաններին շատ-շատ սիրում եմ ու իրանք բոլորը տաղանդավոր են, բայց այդ ներկայացման ժամանակ ես սկզբից մինչև վերջ քեզ էի հետևում, որովհետև անբացատրելի էներգիա էր գալիս Սոն քեզնից։ Underground ներկայացման մասին է խոսքը, եթե մարդիկ չեն տեսել, անպայման խորհուրդ կտամ, իսկապես փայլում էիր այդ ներկայացումը։ Սիրով կսպասենք ձեզ, նոր ներկայացումը կամերային թատրոնում Արշո Հարությունյանն է բեմադրել։ Այդպես դեռ պրեմիերա է, այնպես որ համեցեք, սիրով կսպասենք։ Լավ արձագանքներ ենք ստացել ու մի խոսքով սիրվել է արդեն ներկայացումը։ Խոսենք նաև հոբելյանական հաճախորդի ներկայացման մասին, որը դու շատ ես սիրում, գիտեմ, խաղում է Զիրոյանի հետ քո լավ ընկեր, այդ ներկայացումը թեև 18+ է, կամ բաց տեսարաններ, ու գիտեմ, որ բեմում սեր խաղալ ընկերոջ հետ բավական բարդ է քեզ տրվել, պատմես այդ բարդ փուլի մասին, ոնց հաղթահարեցիր ու կարծեմ մինչև ներկայացման վերջին փորձը համբույրի տեսարան կար, որ չենք կարել, հա, մինչև վերջ չենք կարել։ Դե անկեղծ ասած փորձերի ընթացքում անընդհատ մտածել ենք, թե բարձրաձայն, թե լուր, ամեն մեկս մեր մեջ մտածել ենք ոնց ենք հաղթահարելու այդ պահը, որովհետև հա շատ դժվար է։ Երբ որ մտերիմ ընկերներ եք ու սեր խաղալ բեմում, համբուրվել, մի խոսքով այդ մի հատ sense բարիերա, որ պիտի անցնեինք երկուսս էլ ու շնորհակալ ենք մեր ռեժիսորին էլ Ժորեն Մարտիրոսյան, որ ինքը չէր ճնշում մեզ այդ առումով, ասում էր, երբ ձեզ կոմֆորտ լինի, երբ դուք զգաք, որ պատրաստ եք, այդ ժամանակ էլ կանենք ու մինչև վերջ պատրաստ չենք եղել ու հետո արդեն եկավ օրը, որ պիտի հանձնեինք Արա Երնջակյանի ներկայացումը, դե կուլիսներում իրար հաջողություն մաղթելուց առաջ ասեցինք Զիրջան, Սոնջան եկել, դե եկել է պահը ու երևի այսպես ավելի լավ ստացվեց, որ առանց փորձելու, ինձ միանգամից այդ էմոցիոնալ դաշտին տրվեցինք ու ամեն ինչ եղավ այնպես, ինչ ոնց որ պիտի լիներ ու լավ էր։ Հետո ընդհանրապես չենք խոսել նույնիսկ դրա մասին, այսինքն ամեն ինչ հարթ անցավ։ Շատ հարթ անցավ ու մինչ օրս անցնում է։ Սոն, իսկ ինչ ես կարծում, հայ հանդիսատեսը պատրաստ է արդեն նման բաց տեսարաններով ներկայացում դիտելու, թե ամեն դեպքում։ Դե հայ հանդիսատեսը շատ տարբեր է, այսինքն կան մարդիկ, որ պատրաստ են, կան մարդիկ, որ չէ, ու չգիտեմ, չեն միգուցե երբեք էլ պատրաստ չի լինի նման բաներ նայելու,
միգուցե նրանք տունն էլ ֆիլմ դիտելուց նման տեսաններից են կոմպլեքսավորվում, անհարմար զգում, դա վատ չի, դա չգիտեմ, սովորական երևույթ է երևի, բայց ունեցել ենք շատ տարբեր հանդիսատես հոբելյանական հաճախորդի ժամանակ, շատ ակտիվ հանդիսատես ենք ունեցել, ովքեր կարելի ասել, մեզ հետ հավասար խաղացել են ժամ ու կես, ունեցել ենք հանդիսատես, որ թվացել է իրանց երևի, չգիտեմ, իրենց տանն են ու իրանք սերիալ են նայում կամ ֆիլմ են նայում, որովհետև բարձր մեկնաբանել են ներկայացումը, հա ունեցել ենք հանդիսատես, որ այդ համբույրի տեսարաններում ոնց է, չէ, այդ համբույրի տեսարաններում երաժշտություն է ուղեկցում մեզ, ու հետո երաժշտությունը երբ ավարտվում է, լսում ես հանդիսատեսի այդ ակտիվ, չգիտեմ, իրար հետ խոսելը, ծիծաղը, հա, քննարկումը, ու գրեթե միշտ տենց է լինում, հենց երաժշտությունը, սենց մի հատ պահ կա էլի, բայց չգիտեմ, երևի նորմալ է դա, չեմ իմանում։ Սոն որպես դերասանուհի դու բեմում երբ լինում ես, զգում ես այդ հանդիսատեսի շարքում ով է նստած քեզ համար կարևոր է, կան չէ մարդիկ ում էներգիան շատ վատ է ազդում դերասանների վրա, որովհետև երբ որ խոսում եմ հիմնականում դերասաններից շատերը նշում են, որ այ երբ որ գիտեմ ինքը դահլիճում է, այդ օրը գիտեմ որ չի ստացվելու եւ հակառակը կան մարդիկ շատ դրական էներգիայով, երբ գիտես ինքը դահլիճում է, խաղը շատ լավ է ստացվում։ Ունես դու նման կոմպլեքսներ, որ թե ով է հանդիսատեսի շարքերում։ Գիտես ինչ խոսքը թե վերաբերում է մեր թատրոնին, կամերային թատրոնը գիտես ինչ տեսակի է, այսինքն այդ շփումը հանդիսատեսի հետ, գրեթե բոլորի աչքերը մենք միշտ տեսնում ենք։ Ինտերակտիվ։ Հա, շատ ինտերակտիվ է ու այդ կապը շատ ուժեղ է ու շատ մոտ ենք մենք իրար, դրա համար կարելի ասել մենք միշտ հանդիսատեսին տեսնում ենք, նկատում ենք բոլորի աչքերը, բոլորի հայացքները, շատ ժամանակ դա օգնում է, շատ ժամանակ դա խանգարում է, այսինքն օրինակ կան ներկայացումներ, որ իսկապես այդ մոտիկությունը խանգարում է։ Նույն հոբելյանական հաճախորդը եթե վերցնենք, այդտեղ մենք ամեն դեպքում խաղում ենք այդ 4-րդ պատ հասկացողությամբ, այսինքն ինտերակտիվ մաս չկա ներկայացման մեջ, բայց քանի որ այդքան մոտ է մեզ հանդիսատեսը, մենք զգում ենք իրանց շնչառությունը, զգում ենք իրանց այդ փսփսոցը, ծիծաղը, այդ շատ ժամանակ ազդում է, որովհետև օրինակ վերջին ներկայացումը, որ խաղացինք հոբելյանական հաճախորդի, ամենավերջն էր արդեն, գնում էինք ֆինալին, իսկ ֆինալը շատ էմոցիոնալ է մեզ մոտ, մի հատ էլի այդ հեռախոսազանգից հանդիսատեսը քանդվեց, սկսեց ծիծաղել, ու ես լրիվ կորցրեցի ու չկարողացա ֆինալը խաղալ այնպես, ինչպես որ ուզեի ու պիտի լիներ։ Դա պրեմիերայի օրը չէր, չէ՞։ Չէ, դա պրեմիերայի օրը չէր։ Մենք արդեն համարյա 2 տարի է խաղում ենք հոբելյանական հաճախորդ, բայց ինքը այդ առումով շատ անկանխատեսելի ներկայացում է, որովհետև հանդիսատեսը կարող մի վայրկյանում ամեն ինչ փոխի։ Ու այդպես եղավ, այսինքն ֆինալը ես ընդհանրապես չզգացի այն էմոցիաները, ինչ որ սովորաբար զգում եմ։ Հետևաբար հանդիսատեսը շատ կարևոր ու շատ գլխավոր դեր է խաղում թատրոնում։ Կան մարդիկ իհարկե, երբ որ գիտեմ որ ծնողներս դահլիճում են, շատ ավելի հուզմունքս մեծ է, ուզում եմ որ ամեն ինչ շատ լավ լինի, շատ ճիշտ լինի, ոչ միայն մենակ իմ մասով, ուզում եմ որ ներկայացումը շատ լավ անցնի, հա, եսիմ այդպես կան մարդիկ ում ներկայացումը շատ կարևոր է իհարկե, ու եթե գիտենք որ մեր շեֆը նայում է, Արան Երնջակյանը նայում է կողքից, էլի մեծ պատասխանատվություն է, որ ուզում ես որ ամեն ինչ շատ ճիշտ լինի։ Ես վերջերս իմացա քո մի գրառումից, որ երազել ես դառնալ բալետի պարուհի։ Հետաքրքիր է որ տարիքում էր դա։ Դե շատ փոքր։ Ինչպես փոխվեց ուղղությունը։ Փոքր տարիքում էր, մամաս շատ էր ինձ ու քրոջս տանում տարբեր միջոցառումների, չգիտեմ, օպերա էր տանում, բալետ, թատրոններ, ու ես հենց մամայի շնորհիվ սիրահարվեցի բալետային արվեստին, այսինքն այդ ամեն ինչը ինձ համար շատ հեքիաթային էր, բայց չգիտեմ, երևի արդեն այն տարիքում չէի, որտեվ բալետ պիտի երևի շատ փոքր ժամանակ, հա, փոքրուց հաճախ սկսես, չգիտեմ, պարապել, երևի արդեն այն տարիքում չէի, փոքր էի, բայց այն տարիքում չէի, որ կարողանայի սկսել։ Նույնն էլ պարի հետ կապված, ես միշտ շատ ուժեղ սեր եմ ունեցել պարարվեստի նկատմամբ ու
հիշում եմ մաման ինձ տարավ բարի, շատ տարբեր խմբակներ եմ գնացել, շատ կարճ ժամանակներով ու տարավ խմբակ լատինամերիկյան բարերի խմբակ էր ու իմ մոտ մեծ ցանկություն կար այդ խմբում ապրել սիրողական իհարկե, հետո ես այտենց մտքեր ունեի, վայ, հետո սիրողականից երևի կանցնեմ ավելի պրոֆեսիոնալ եւ այլն, արդեն գծել էի իմ մոտ այդ մտքումս այդ ճանապարհը, պարուհու, բայց այդ պարուսիցը ոտքերս այտենց նայեց ստուգում էր, չէ, ինչ որ բաներ ստուգում էին ընդունելուց առաջ, ես է հարթաթաթություն ունեմ, ասես չի ասած ինքը երբեք չի կարող դառնա պարուհի, ու չընդունեցին ինձ։ Պարարվեստի ուսումնարանը։ Չէ, պարարվեստի ուսումնարանը չէ, լատինամերիկյան պարերի խմբակ է։ Այսինքն պարարվեստի ուսումնարանում չես փորձել տվյալներդ։ Չէ։ Միգուցե ստացվեր։ Միգուցե, բայց կողայելի չընդունեին հարթաթաթության պատճառով։ Ու հիշում եմ, թե ես ինչքան էի կոտրվել, ինչքան էր դա իմ վրա ազդել։ Ու այդպես էլ չդարձա պարուհի։ Ոնց որոշեցիր դառնալ դերասանուհի, հիշում ես այդ պահը, շրջադարձային պահը, երբ հստակ որոշեցիր, որ ես դերասանուհի եմ դառնալու ու որ հայտնեցիր ծնողներին, ինչպիսի արձագանք եղավ։ Ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում իմ ծնողներին, որ նույնիսկ փոքրիկ չի եղել, երբ ասեցի, որ ուզում եմ դառնալ դերասանուհի, հենց ճանապարհի սկզբից իրանք ինձ աջակցել են ամեն ինչով ու այդ աջակցությունը մինչ օրս կա։ Չգիտեմ ոնց որ էսի դառնամ դերասանուհի, այսինքն ինչ որ կոնկրետ բան տեղի չի ունեցել իմ կյանքում, ուղղակի գիտեի, որ ինչ էլ անեմ, դա հաստատ արվեստի հետ է կապված լինելու։ Մտածել եմ, չգիտեմ, կոնսերվատորիայի մասին, մտածել եմ գեղարվեստի ակադեմիա ընդունվելու մասին, որովհետև նկարել շատ էի սիրում, դե պարելը այդպես էլ չստացվեց, բայց մինչ օրս ես պարը ինձ համար մի հատ լրիվ ուրիշ աշխարհ է։ Մի խոսքով, տենց հետո մաման ինձ տարավ թատերական խմբակ, ու ինձ այդ ամեն ինչը շատ գրավեց ու դուր եկավ ու որոշեցի, որ ես պիտի թատերական ինստիտուտ ընդունեմ։ Ծնողներիդ մասին կպատմես մի փոքր։ Ինչ պատմեմ։ Ինչ ասեմ։ Մայրիկը ինչ մասնագիտություն։ Երկուսն էլ բան են, պոլիտեխնիկն են ավարտել, ինժեներներ են։ Տարբեր տարիներին ավարտել եմ պոլիտեխնիկը, սովորել եմ պոլիտեխնիկում, պապան մասնագիտությամբ աշխատում, իսկ մաման չէ, մաման արդեն շատ բավականին մեծ տարիքում հասկացավ, որ ինքը սեր ունի ձեռքի աշխատանքի, այսինքն մաման միշտ գործել է, մամայի մոտ միշտ է լավ ստացվել, բայց եկավ մի հատ փուլ, որ ինքը հասկացավ, որ ինքը շատ է իրան դուր գալիս, շատ է իրան հանգստացնում այդ ձեռքի աշխատանքը, ու ինքը սկսեց զարդեր պատրաստել։ Ես ու քույրս էլ որպես աջակցություն որոշեցինք իրան տենց Instagram-ի էջ բացել եւ այլ, ինքը տենց բրոշկաներ էր սարքում։ Հետո COVID-ի տարիներին, հետո COVID-ի ժամանակ քույրս եւ ընկերուհին որոշեցին, որ իրանք ուզում են տենց զարդերի գործ սկսեն, ու մաման ասեց, ես կանեմ սա։ Ու մինչ օրս էլ արդեն խանութ ունեն իրանք, Ֆեմա կոչվում, ամբողջ զարդերը մաման է պատրաստում։ Բրավո։ Սոն առաջարկում եմ կարճ խաղ խաղանք, հետո շարունակենք զրույցը։ Խաղում ենք զվարճալի եւ անկեղծ խաղ, ձևաչափը ես տալիս եմ երկու տարբերակ, դու ընտրում ես միայն մեկը։ Գնացինք։ Բեմ թե կինո։ Բեմ։ Սարկազմ թե ռոմանտիզմ։ Սարկազմ։ Խաղալ սրիկակերպար թե հերոսուհի։ Սրիկակերպար։ Ես հերոսուհի չեմ։ Խաղալ սիրելիիդ թե անծանոթի հետ։ Սիրելիիդ, ինչ է նշանակում սիրելիիդ։ Սիրելի մարդու հետ։ Ում հետ արդեն խաղացել ես, հա, տենց։ Երևի այդ տարբերակ։ Սիրելի։ Հա։ Ընկնել բեմում թե մոռանալ տեքստը։ Ես տեքստ երբեք չեմ մոռանում։ Ոչ էլ ընկնում եմ։ Բայց ընկնելու դեպքեր եղել են, ընկնել։ Ականջակալներով զբոսնել թե լռության մեջ մնալ։ Ականջակալներով զբոսնել։
Ուշանալ ներկայացումից, թե ժամերով սպասել փորձից ուշացած խաղընկերոջը։ Ես քանի որ շատ պունկտուալ մարդ եմ, այդ ուշանալ բառը իմ համար ոչ մի պարագայում լավ չի։ Ճիշտ ես, դու այսօր էլ շատ պունկտուալ։ Ոնց էր ուշանալ ներկայացումից, թե սպասել ուշացած խաղընկերոջդ փորձի ժամանակ։ Դե շատ վատ է ներկայացումից ուշանալը, ամեն դեպքում երևի երկրորդը սպասել Ստիպված սպասել։ Հա, ստիպված սպասել։ Արտիստի վախ թե համառություն, ո՞րն է քեզ ավելի բնորոշ։ Երևի վախը կա իմ մոտ միշտ ու շատ ժամանակ ինքը ահավոր խանգարում է ինձ, որովհետև ես անընդհատ մտածմունքների մեջ եմ, բավոր չստացվի, բավոր վատ լինի, բայց գիտակցում եմ, որ երևի այդ վախն էլ շատ ժամանակ ինձ օգնում է, երևի թե վախը։ Վերջի պահին հավատում ես ամեն դեպքում։ Հաղթել 2 աստղ նախագծում, թե ստանալ ֆիլմում գլխավոր դեր։ Ստանալ ֆիլմում գլխավոր դեր։ Հիմա էլի հարցեր, բայց կամերային թատրոնի մասին, եթե դեմ չես, գնացինք։ Ով է ամենահոգատարը։ Սենոն։ Սենոն, Սենիկը Բարսեղյան։ Ամենակոնֆլիկտայինը։ Ամենակոնֆլիկտայինը։ Չունենք այդպիսին, ասնիվ չունենք, կոնֆլիկտային մարդ չունենք։ Իսկ ամենաբարին։ Ամենաբարին։ Ռաֆոն։ Ռաֆայել Երանոսյան։ Հա։ Ռաֆոն այնքան մեծ սիրտ ունի, որ բոլորը, չգիտեմ ոնց, բոլորը տեղավորում են իր սրտի մեջ, ինքը միշտ պատրաստ է բոլորին օգնի, շատ Ռաֆոյի նմանը չկա։ Փորձերից ուշացողը։ Շատ են։ Ամենաշատը։ Ամենաշատը։ Չգիտեմ, Էվան էլ է ուշանում, Սենոն էլ է ուշանում, այսինքն հա կան։ Նեղած կոտը թիմում։ Նեղած կոտը։ Նեղած կոտը։ Ես փորձեմ բոլորին հիշեմ։ Չգիտեմ։ Չկա։ Նեղած կոտը։ Ռաֆոն։ Բոլոր սիտուացիաներում Ռաֆոն։ Ըստ քեզ ամենահումորովը։ Ռաֆոն։ Ամենահամարձակ հագնվողը։ Ամենահամարձակ հագնվողը։ Համարձակ ու այդ համարձակության մեջ ինքը այնքան սիրուն է ու այնքան համահունչ է այդ կերպարի հետ Մոհանան։ Շատ ճիշտ ու մի խոսքով։ Ամենափնթփնթանը։ Ամենափնթփնթանը Ռաֆոն։ Ամենակամակորը։ Կամակոր։ Չգիտեմ։ Ինքան բարդ բաներ ես ասում, որ օրինակ չէ, բեմի առումով երևի թե այդպիսի մարդ չունենք։ Կան մարդիկ, որ ինչ-որ վախեր ունեն, ասենք, չգիտեմ, նույն բարձրությունից եւ այլն, որ ասում են, վայ, վախում եմ բարձրության հետ կապված ինչ-որ բաներ անեմ բեմում, դա իմ համար կամակորություն չի, դա ուղղակի վախեր է, որը, չգիտեմ, որոշ մարդկանց մոտ ստացվում է հաղթահարել, որոշ մարդկանց մոտ դառնում են ֆոբիաներ, որ չեմ կարող իսկապես դա անվանել կամակորություն։ Դրա համար սենց պատասխանեմ, բոլորը եւ ոչ ոք։ Լավ, վերջին հարցը, ով է ամենասիրելին կամերային թատրոնում։ Շեֆը։ Արա Յանջակյանը։ Լավ, Սոնա, այստեղ Instagram-յան հետևորդները քեզ հարցեր են ուղղել, եթե դեմ չես կարդամ։ Եթե կարողանայիր խաղալ միայն մեկ կերպար, մինչև կյանքի վերջ, որը կլիներ դա։ Շատ տխուր հարց է։ Համամիտ եմ։ Չգիտեմ, ավելի լավ է չխաղաս այդ կերպարը։ Եթե ինչ-որ կոնկրետ կերպարի մասին է, ավելի լավ է չխաղաս, կանց թե մինչև կյանքիդ վերջը այդ մի կերպարը խաղաս։
Որ պահն է, որ ինքդ քեզ ասում ես Սոնա, այսքանը բավարար չէ, պետք է ավելի բարձր գնալ։ Ես ամեն օր փորձում եմ, նախ արթնանում եմ ամեն օր ու ինքս ինձ ասում եմ Սոնա ապրես, որ այսքան կարողացել ես գալ ու պետք չի սահմանափակվել եղածով, դրա համար ես փորձում եմ, չգիտեմ ինչքան դա ինձ մոտ ստացվում, փորձում եմ ամեն օր ինքս ինձ վրա աշխատել։ Դա կլինի, չգիտեմ, ինչ-որ բան կարդալու, դա կլինի ինչ-որ լավ ֆիլմ նայելու տեսքով, ինչ-որ լավ մարդու հետ շփվելու տեսքով, մի խոսքով, միշտ փորձում եմ կատարելագործվել ու ինչ-որ նոր բան սովորել, երևի կարելի ասել ամեն օր կա այդ պահը։ Եթե վաղը քեզ արգել են խաղալ բեմում եւ նկարահանվել էկրանին, որ ոլորտում կշարունակես։ Որ ոլորտում կշարունակեմ, չգիտեմ, միշտ ինձ մոտ ցանկություն կա, որ ինչ-որ փոքրիկ իմ բիզնես ունենամ, չգիտեմ ինչ է դա, բայց ուզում եմ, մի ժամանակ ցանկությունն էի փոքրիկ սիրուն սրճարան ունենայի, ես սուրճ շատ եմ սիրում, սուրճի հանդեպ մի հատ առանձին վերաբերում, հա, սուրճ խմելը ինձ համար դա արարողություն է, իվենթ է, չեմ հասկացել երբեք այն մարդկանց, որ արագ սուրճը խմում են ու չեմ վայելում այդ պահը, դրա համար միշտ ցանկություն ունեմ, այդպես ինչ-որ փոքրիկ սիրուն, տաք սրճարան ունենամ, որ մարդիկ կան իրանց մտքերով, իրանց չգիտեմ, դրա համար միգուցե մի օր ես իրականացնեմ այդ իմ ցանկությունը, եթե բեմ չէ, ապա այդտենց ինչ-որ շատ լավ ցանկություն է, անպայման կգա։ Սրճարան։ Սիրով, ես էլ եմ սրճը սիրում վայելել, միասին կվայելենք։ Ինչի համար ես իսկապես ափսոսում եւ եթե կարողանաս մեկ բան փոխել, որը կլինի։ Ափսոսում եմ, որ շատ ժամանակ չեմ կարողանում անցկացնել ծնողներիս հետ, որովհետեւ պահա գալիս որ ասում ես, հա, լավ, աշխատում ենք, հա, առավոտից երեկոն աշխատում ենք, բայց հասկանում ես, որ այդ չի ամենակարևորը այս կյանքում ու պիտի կարողանաս շատ ճիշտ բաշխել ժամանակը ու ընտանիքի ծնողների հետ ժամանակ անցկացնելը թերևս ամենակարևոր բանը պիտի լինի, որ մենք պիտի բոլորս կարողանանք ժամանակ հատկացնել։ Վերջին հարցը, դուք եւ Ռոբերտոն հրաշալի զույգ եք բեմում, դուետ եք բեմում, իսկ կյանքում հնարավոր է երկու հարցական։ Դե շատ բան կարա լինի այդ հնարավորից հետո։ Որպես հնարավոր է, դուք մնաք լավ ընկերներ, կյանքում չէ, հնարավոր չի։ Երկու աստղ նախագծից էլ խոսենք անպայման, որովհետև իսկապես հրաշալի զույգ եք։ Կպատմես առաջարկը ոնց ստացար, երկար մտածեցիր, ինչ որ վախեր կային։ Հա, շատ մեծ վախեր կար, շատ։ Առաջարկը ստացա Անուշիկից, ով հանդիսանում է երկու աստղ նախագծի պրոդյուսերը։ Մի անգամից չեմ պատասխանել առաջարկին, մի անգամից հա կամ չէ չեմ ասել եմ պիտի մտածեմ, հետո խնդրել եմ, որ ինձ ասեն ով է լինելու իմ զույգը, այդպես մի քանի տարբերակ ասեցին, հետո վերջում Ռոբերտոին առաջարկեցին, եթե անկեղծ լինենք, չեմ պատկերացրել ոնց պիտի շփվենք։ Չէ, շփման մասին չի խոսքը, որովհետև փառք տիրապետում եմ թե անգլերեն, թե ռուսերենին, ինքն էլ բոլոր լեզուներով խոսում է։ Շփման մասին չի խոսքը, ուղղակի չեմ պատկերացրել մեր տանդեմը բեմում, ոնց պիտի այդ ամենը լինի։ Բայց երկար մտորումներից հետո այդ իմ վախերը նժարի վրա դնելուց արժի, որ իմ վախերը հաղթեն այն լավ հիշողություններին, որ կարա ստեղծվի երկու աստղի շնորհիվ, ու վերջում այդ լավ հիշողությունները հաղթեցին, դրա համար համաձայնվեցի, ես ընդհանրապես շատ մեծ վախ ունեմ, կամերային էլ որ գնացի ու պիտի խաղայի կաբառը ներկայացման մեջ, որտեղ ամբողջ երգա, պարա, ես շատ մեծ վախեր ունեի, որովհետև շատ եմ սիրում երգել, բայց միշտ միկրոֆոնը հենց վերցնում եմ ու մոտ չգիտեմ մի հատ ինչ է սկսվում, այստեղից չակրան լրիվ փակվում է, դրա համար չէի պատկերացնում ոնց պիտի լինի էլի այդ հանդիսատեսի առաջ ժյուրին ու քեզ գնահատում են, բայց պիտի ասեմ, որ կամերային թատրոնը մի հատ աննկարագրելի դպրոց է, որ
որ դերասանը անցնում է այդ դպրոցը, իհարկե ես չեմ կարծում, որ ես անցել եմ ամբողջությամբ այդ դպրոցը, բայց արդեն տարիներ շարունակ լինելով կամերային թատրոնի բեմում ու աշխատելով այդ ռիթմի ու այդ տեմպի տակ, ես հասկացա, որ ես բեմից վախ չունեմ, այսինքն միկրոֆոնը էլ ինձ չի վախեցնում։ Դրա համար ես այդ ամբողջ մտքերը դրեցի մի կողմ ու որս հաճույք ստանալ այդ ամեն ինչից ու փառք Աստծո, որ իմ զույգն էլ այդպիսին է, մենք միշտ ելույթից առաջ ասում ենք, դե գնում ենք հաճույք ստանալու, գնում ենք լավ հիշողություններ կերտելու։ Փոխանցում եք։ Շատ դրական։ Շատ ուրախ եմ, որ ստացվում է մեզ մոտ։ Դու նաև աշխատել ես Պատանի հանդիսատեսի թատրոնում բավական երկար ժամանակ, եթե չեմ սխալվում, եւ հետո դուրս եկար, որովհետեւ նշեցիր, որ այնինչ այնտեղ տեղի էր ունենում, սկսեց ինձ դուր չգար, փոխվեց ղեկավարությունը եւ եթե չեմ սխալվում, միայն դու բարձրաձայնեցիր այդ խնդրի մասին։ Ինչ էր տեղի ունենում, ինչի հետ համաձայն չէիր, որ ստիպված դուրս եկար թատրոնից։ Դե երևի միայն ես, միգուցե միայն ինձ այդ ամեն ինչը արդեն սկսեց դուրս չգալ, այսինքն ես չեմ մեղադրում ոչ մեկին դերասանական կազմից, որ ինչ որ բաներ չխոսեցին, չասեցին։ Միգուցե իսկապես այդ պահին ինձ սկսեց այդ ամեն ինչը դուրս չգալ կամ չբավարարել։ Այնպես ստացվեց, որ ես այդ նույն շրջանում աշխատում էի նաև տեխնիկային թատրոնում եւ զուգահեռ գնում էին փորձեր Սունդուկյան թատրոնում Սասնածռեր ներկայացման, որտեղ նույնպես զբաղված էի բայց ես այնպես էի դասավորել իմ փորձերը, որ իսկապես առաջնայինը Պատանի հանդիսատեսներ, քանի որ ես այնտեղի դերասանուհի էի ու արդեն մնացած բոլոր փորձերը ես հարմարեցնում էի Պատանի հանդիսատեսի փորձերին բայց ինչ որ ու սկզբից այդ ամեն ինչը կարծես բոլորին լավ էր, բոլորը հարմարվել էին այդ մտքի հետ, որ ես նաև ուրիշ թատրոններում եմ աշխատում, բայց ինչ որ պայից սկսած, դա սկսեց դուրս չգալ մեր նոր ղեկավարին ու ինքը ինչ որ պրետենզիաներ սկսեց ներկայացնել, չգիտեմ, բա տենց ոնց կլինի, մյուս դերասանները տեսնում են, որ դու մի քանի տեղ ես աշխատում։ Հիմա մենք Էմիլի մասին ենք։ Չէ, մենք Էմիլի մասին չենք խոսում, մենք խոսում ենք Դավիթ Հարությունյանի մասին։ Ես Էմիլի ժամանակ չեմ եղել արդեն Պատանի հանդիսատեսի։ Իդեպ Էմիլի մասին միայն լավ բաներ եմ լսում ու բայց ցավոք չեմ աշխատել նրա հետ։ Այդպես ասեցի, լավ, եթե ձեռք չի տալիս արդեն այս իմ կարգավիճակը, այսինքն չէր ստացվում համատեղել մյուս քո նախագծերում, ներկայացումներում։ Ստացվում էր, բայց ես այդպես էլ չհասկացա ինչ տեղի ունեցա, որ սկսեց չստացվել այս ամբողջ հարցը։ Դրա համար ես որոշեցի, որ ավելի լավ է հեռանամ այդտեղից, քան մնամ ու չգիտեմ այդ անախորժությունները ինքս իմ մեջ պահելով շարունակեմ աշխատել։ Իսկ դա ինձ լիարժեք ազատություն չէր տալիս, թե բեմում, թե մի խոսքով։ Դրա համար էլ իսկ ինչ սովորեցիր այդ տարիներին Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատել։ Ոյ, շատ բան։ Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատելուց նախ երբ որ քո հանդիսատեսը երեխաներն են, ամենաբարդ, չէ՞։ Ամենաբարդ ու ամենապատասխանատու հանդիսատեսն է, որ իրանց հնարավոր չի խաբել։ Ոչ մի բանում հնարավոր չի խաբել։ Կներեք։ Դրա համար շատ մեծ փորձ փառք Աստծո, որ ես սկսել եմ թատրոն, հենց այդ թատրոնից ու շատ շնորհակալ եմ այդ թատրոնին, Հակոբ Ղազանչյանին եմ շնորհակալ, որ ինձ շատ հեշտությամբ ներգրավեց դերասանական կազմում Պատանի հանդիսատեսի, շատ ուրախ ու լավ օրեր եմ ունեցել այնտեղ, այնպես որ վատով ես չեմ հիշում Պատանի հանդիսատեսի թատրոնը, ես շատ սիրում եմ այդ թատրոնը, ուզում եմ, որ ինքը միայն բարգավաճի, ծաղկի, որովհետև երեխաները պիտի լավ ներկայացումներ նայեն։ Women's Club նախագծից շատ ես խոսել, երևի թե անդրադառնանք ինչ տվեց քեզ այդ նախագիծը բացի լայն ճանաչումից։ Women's Club-ը ինձ համար իմ կյանքի ամենակարևոր նախագծերից է, ինչ առումով, որ
այն ընկերությունը, որ այսօր կա Women's Club-ի շնորհիվ, առանց չափազանցությունների իսկապես մի հատ ընտանիք է ձևավորվել, որտեղ կան անհամաձայնություններ, որտեղ կան շատ ջերմ հարաբերություններ, կռիվներ, մի խոսք ուրախություններ, տխրություններ, ամեն ինչ մենք ապրել ենք թիմով Women's Club-ի, ինքը շատ հատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում ու երևի այն նախագծերից է, որ կյանքում չեմ կարող մոռանալ, այսինքն այն օրերը, որ մենք ունեցել ենք, այն շրջագայությունները, մի խոսքով ու շատ շնորհակալ եմ այդ նախագծին, որովհետև էլի մի հատ վախերի կույտ կար իմ մեջ, որ հաղթահարվել է հենց Women's Club-ի շնորհիվ։ Սոն դու նաև շատ սիրում ես ճամփորդել, հաճախ ցույց ես տալիս։ Ինչ է քեզ համար ճամփորդել առհասարակ։ Չգիտեմ, մի հատ update լինելու տարբերակ է, որը շատ պետք է, չգիտեմ, ժամանակ առ ժամանակ, որ փոխես, չգիտեմ, այն ինչ որ տեսնում ես, մի հատ ուրիշ բան տեսնես ու հայր շատ եմ սիրում ճամփորդել ու Եվ հիմնականում ընկերների հետ ես չէ լինում։ Ու այնպես ստացվեց Փառք Աստծո, որ կարողանում եմ ինձ դա թույլ տալ ժամանակ առ ժամանակ, որոշեցի դա դարձնել նաև ինչ որ տեսակի հոբի, այսինքն նկարել ճամփորդություններս ու կիսվել մարդկանց հետ։ Ու դե պասեմ էլի լավ արձագանքներ ունեցա այդ իմ վլոգերից, որովհետեւ ես էլ յութուբեր դառնամ։ Չգիտեմ, ճամփորդությունը շատ բան է փոխում, ինձ թվում է ու եթե կա հնարավորություն մի հապաղեք, անպայման ճամփորդեք, նոր բան տեսեք, նոր մարդկանց հետ շփվեք, օդ փոխեք։ Սոցցանցերի ազդեցության մասին եւս կուզեմ խոսենք, լինում են դեպքեր, երբ ուղղակի ուզում ես գոնե մեկ շաբաթով ջնջվել, անհետանալ բոլոր հարթակներից ու որպես արտիստ ո՞նց ես քո ինքնապաշտպանությունը ապահովում վատ էներգիաներից ու երբեմն նաև վատ մեկնաբանություններից։ Facebook-ի հետ կապված, օրինակ այդպես եղել է ժամանակ առ ժամանակ ուղղակի փակել եմ Facebook-ի սեջը, չնայած Facebook-ում առանձնապես ակտիվություն չեմ ցուցաբերում։ Ես ուղղակի չեմ սիրում իմ անձնական կյանքը շատ ցույց տնել, երևի դա էլ իմ պաշտպանվելու միջոցն է, որովհետև ինչքան շատ ես քո անձնականը ցույց տալիս մարդկանց, այնքան շատ են քեզ քննարկում, այնքան շատ են մեկնաբանում քո կյանքը, քո տեղը որոշում, ինչն է քեզ համար լավ, ինչն է քեզ համար վատ։ Դրա համար ես որոշել եմ սահմանափակվել աշխատանքային մասով, այսինքն 1000-ից մեկ կարող եմ ինչ-որ, չգիտեմ, շանս ցույց տալ կամ ծնողներիս չեմ ցույց տալիս, այսինքն էլի շատ հազվադեպ ծնունդների օրերին իրանց կարողա նկար հրապարակեմ ծնողներիս հետ։ Ավելի աշխատանքային բնույթ է կրում ինձ համար սոցկայքերը ու կուզեի, որ շատերը այդպես վերաբերվեին, որովհետև լինում է, երբ որ այնքան բաց ես լինում, ամեն ինչ ցույց ես դնում քո անձնականը, ընտանիքը, սիրելիդ, երեխաներիդ, հետո ինչ-որ մի բան, ինչ-որ միտեղ այն չի լինում ու մարդիկ էլի միանգամից դրա մասին իմանում են, զողջում։ Հա, ու այդ պահը կա էլի երևի, վայ, չանեի էլի ժամանակին դրա համար ես որոշել եմ սահմանափակվել միայն աշխատանք, կոլեկտիվ, ընկերներ, այս ժամանց։ Հա։ Սոցցանցերը նաև այսօր որոշում են ինչն է գեղեցիկ ու թրենդային։ Քեզ համար առհասարակ ինչն է գեղեցիկ, գեղեցիկ կինո, գեղեցկությունը որն է, այդ բոլոր ներկայի ստանդարտներով գեղեցկությունը, թե քեզ համար գեղեցիկը մեկ այլ բան է։ Ինձ համար կարող է մեկ շատ ուրիշ բան լինի գեղեցկությունը, բայց եթե մարդ իրան համահունչ է զգում այդ ամեն ինչի մեջ, ներդաշնակ է իրան զգում այդ ամեն ինչի մեջ, այդ հիմիկվա, հա, այդ ստանդարտները որ կան, ես լրիվ օքեյ եմ, այսինքն ես չեմ կարող ինչ-որ մեկին մեղադրեմ, ինչ-որ մի բանում, որ ես այդ մարդը չեմ, այսինքն եթե ինքը իրան լավ ազգում այս կերպարի մեջ,
ուրեմն այդպես պիտի լինի, այսինքն իմ համար գեղեցկությունը կարա շատ ուրիշ բան լինի։ Դրա համար ես չեմ ուզում բոլորի անունից խոսել։ Ես երբեք մազերս արհեստական չեմ երկարացրել, երբեք թարթիչներս չեմ լիցք չեմ արել, այսինքն այսպես բաներ կա, որ ուղղակի ինձ դուր չի գալիս իմ վրա, բայց ուրիշները որ դա անում են, ինձ շատ դուր է գալիս, այսինքն մի խոսքով այսպես բաներ կա, որ ես բոլորովին չեմ ուզում ոչ մեկին քննադատել, ոչ մեկին ինչ որ չգիտեմ, սովորեցնել, որ չէ, դա գեղեցիկ չի, սա է գեղեցիկ է, ամեն մարդ իր գեղեցկության չափանիշներն ունի։ Վերջերս նայում էի Նատալիա Օրերոյի հարցազրույցը, պատմում էր, որ ինքը շատ կողմ է բնական գեղեցկության ու չի պայքարում կնճիռների դեմ, որովհետև իր կնճիռները թույլ են տալիս պատմել իր պատմությունները։ Իմ Նատալիա ջան։ Ես իրան շատ եմ սիրում։ Ես փոքր ժամանակ երազում էի իրան նմանվեի, անկեղծ եմ ասում։ ու դե Դիկի անգել սերիալը, հա, ես ոայ խնդանում եմ իր բոլոր կերպարների համար, թե այդ կեպկայով ու այդ, չգիտեմ, լայն ջինսերով, շորերով կերպարը, թե իր ավելի կանացի կերպարը ու դե բնականաբար երբ որ նայում էի սերիալը փոքր տարիքում պատկերացում չունեի, որ կարող գա մի օր, որ ես ու Նատալիա Օրերոն հայտնվենք նույն բեմում։ Ու Women's Club-ը տվեց այդ հնարավորությունը մեզ, ես մինչև հիմա պատմում ու չեմ հավատում, ու նույնիսկ գրառում ունեմ Instagram-ում, նկար կա, որ ինքը դիվանին նստած Women's Club-ի բեմում նայում է ինձ, ասում եմ փոքր ժամանակ ես էի իրան սենցի նայում, հիմա ինքը ինձ, հետաքրքիր բան է կյանքը։ Գիտես, նաև պատմում էր, որ առօրյա կյանքում, օրինակ, երբ որ գնում է երեխային դպրոցից բերելու, ինքը առանց մեյքափի է եւ շատ առօրյա հագուստով եւ իրան դա դուր է գալիս։ Օրինակ, դու կյանքում ոնց ես առանց տենց հատուկ շպարի կարող ես քեզ թույլ տալ գնալ խանութ։ Ես հիմնականում առանց շպարի եմ լինում, այսօր էլ եթե շատ ամոթ չլիներ, ես քեզ կոմոդ կգայի առանց շպարի։ Այսինքն կողմ ես բնական հասարակ ինչ ավելի շատ սիրում եմ առանց շպարի։ Կամ շատ թեթև։ Այսինքն երբ որ ինձ այդ երեկոյան մեյքափ անում են, ես ինձ չեմ ընկալում։ Ես նայում եմ հայլու մեջ ու հասկանում եմ, որ այդ ես չեմ, լրիվ ուրիշ մարդ է, հա որ էլի կարա լինի ինքը, որոշ ժամանակով բեմում տեղ ունի լինելու, բայց առօրյա կյանքում ես չէ ինձ անհարմարություն է պատճառում մեյքափը։ Սիրում ես հարմարավետ հագնվել։ Հա, շատ։ Եվ փայլել միայն կարմիր գորգին։ Կուզեմ խոսենք ճանապարհի սկզբի դժվարությունների մասին, որ ամեն մարդ հաղթահարում է։ Քեզ մոտ ինչ դժվարություններ են եղել, որ պահներ, որ գրեթե կոտրվում էիր, որն էր ամենացավալի մերժումը, եւ որն էր այն հաղթանակի պահը, որ ասացիր, այս սրան արժեր հավատալ։ Դե օրինակ Նատալիայի հետ հանդիպման մասին չեմ էլ այսինքն չեմ մտածել դրա մասին, որ կգա մի օր, որ ես կհանդիպեմ Նատալիա Օրերոյին։ Բայց Դե դժվարություններ շատ են եղել, Անի ջան, երբ ավարտեցի թատերական ինստիտուտը, բնականաբար բոլորի մոտ այդ պահն է գալիս, ավարտում ես, պիտի հասկանաս ինչ ես անում հետո։ Այսինքն միանգամից ոչ մի թատրոն քեզ այսպես գրկաբաց չի սպասում։ Դրա համար սկսեցի աշխատել մանկական սրճարանում որպես հաղորդավար, այսինքն մանկական ծնունդներ էի վարում։ Շատ էներգիա խլող մի բան։ Ահա որ։ Հա, շատ էներգիա խլող, բայց միևնույն ժամանակ էլի շատ հաճելի ու պոզիտիվ աշխատանք էր ինքը։ Դες բավականին երկար աշխատեցի մանկական սրճարանում, հետո ինչ-որ մի պահ եկա, որ չէ, վերջ, հերիք է։ Պետք է մի քայլ առաջ գնալ։ Ու այդպես ինչ-որ տարբեր թատրոններ գնալով, բան, խոսքով դժվարություններ միշտ եղել են, ամեն փուլում դժվարություններ կան։ Մինչ օրս ես բախվում եմ ինչ-որ դժվարությունների, որոնք պետք է հաղթարել, դա նորմալ է։ Շատ եմ երազել միշտ ֆիլմում նկարահանվելու մասին ու
չեմ հասկացել ինչի չեմ նկարվում, այսինքն այս պահը միշտ ինձ ինչ որ դիսկոմֆորտ ու նեղություն է տվել ու ինչ որ չափով մտածել եմ միգուցե ես այդքան էլ լավ չեմ որ նկարահանվեմ ֆիլմը ու այստեղ մի գաղտնի կբացենք որ դու եւ Գարիկ Պապոյանը նկարահանվել եք նոր ֆիլմում հա դրա մասին կխոսենք հիմա այդ էլ երևի սենց այնքան չէի նկարվել ու դե բավական շատ ֆիլմեր ա նկարվում, չէ, Հայաստանում ու այնքան չէի նկարվել, որ արդեն կորցրել էի այդ հավատս, որ կգա մի օր, որ ես կնկարվեմ։ Իսկ մասնակցում էիր քաստինգներին։ Հա, եղել է որ մասնակցել եմ, եղել է որ շատ ուշ եմ իմացել այդ կաստինգների մասին։ Էլի երևի ես եմ մեղավոր, որովհետև կարծում եմ, որ դերասանը ինքն էլ պիտի փնտրի, գտնի, չգիտեմ, այսինքն մեծ մասը երևի պիտի այդ ինիցիատիվան, ոնց է հայերեն, չգիտեմ այդ բառը, մեր կողմից պիտի լինի, նախաձեռնություն, հա, որտեղ որ ասում եմ ոչ մի թատրոնում ես գրկաբաց չես սպասում, մինչև ես չգնացի ու չփնտրեցի, այդպես ուղղակի չգիտեմ, արդեն հույսս կորցրել էի, որ մի օր կնկարահանվեմ ֆիլմում, բայց այս տարի ինչ-որ հրաշքներ ունեցա։ Ոնց եղավ առաջարկը, Գարիկի հետ ոնց համագործակցեցիք ու երբ կլինի ֆիլմը, ինչի մասին է կարճ տենց սփոյլանենք։ Չէ, ֆիլմի մասին չեմ խոսի, որովհետև դեռ նույնիսկ այդ բանը չկա, պրոմո արշավը չի սկսվել ֆիլմի, դրա համար վախենում եմ խոսել, ավելորդ հանկարծ մի բան չասեմ։ Ֆիլմի պրեմիերան կլինի փետրվարի 26-ին, կոչվում է Կրկին փորձիր։ Առաջարկը եղավ, չգիտեմ, զանգարեցին ասին, որ ուզում են ինձ հետ հանդիպել, վիդեո պրոբա անեն Արմանը Սարգսյան եւ Գրիգորը Գասպարյան, ռեժիսորներն են ֆիլմի։ Այդպես գնացի, զրուցեցինք, միասին ինչ-որ տեսարաններ անցանք, ու հենց տեղում իրանք ասացին, հա, մեզ հենց էսա պետք։ Լուրջ ու ես էլ արդեն ճանապարհորդություն ունեի պլանավորած ամառ էր ու մտքումս ասում եմ վայ հիմա որ ասեմ որ պիտի գնամ երկրից կողա դա ազդի ասացի որ 10 օրով պիտի բացակայեմ այն որ զգացի որ իրանք մի քիչ բան եղան հա բա երբ ես գալու բան կարողա եթե պետք լինի փոխես տոմսը եւ այլն եւ որ ասած ասում եմ բայց արդեն այնտեղ էլ ինչ որ բաներ կա պլանավորած համերգ պիտի գնայի մի խոսքով բայց հետո լավ չէ ոնց որ սրոկերի մեջ տեղավորվում ենք այդպես շատ հրաշալի նկարահանման փուլ ենք ունեցել ընթացք ենք ունեցել շատ շնորհակալ եմ բոլորին թե Արմանին, թե Գրիգորին վստահության համար, իսկ Գարիկի հետ աշխատելը դա մի հատ ուրիշ հաճույք է։ Ես առանձնապես չէի ունեցել իր հետ շփում, չէի աշխատել երբևիցե Գարիկի հետ, չգիտեմ, հիացած եմ իրանով, հիացած եմ, թե ինչքան աշխատասեր է ինքը, ինչքան խելացի է, ամեն վայրկյան ինքը էլի իր վրա աշխատում է, մի խոսքով։ Ու հուսով եմ, որ լավ ֆիլմ կլինի ու մարդիկ կսիրեն, այդպես։ Դա այն երազանքներիդ դերն էր, որի մասին խոսում էինք։ Ճիշտ ասած չգիտեմ, երբ ենք խոսել։ Մինչև հաղորդումը սկսել։ Հա, մինչև ինձ թվաց մենք էլի ենք խոսել դրա մասին ես ու դու։ Ես հուսով եմ, որ այդ երազանքների դերերը շատ կլինեն, այսինքն ես չեմ մտածել միգուցե որ այսպիսի դեր կերազեմ խաղալ, բայց խաղալու ընթացքում հասկացել եմ, որ ինձ ահավոր հաճույք է պատճառում այս process-ը, այս դերը խաղալը։ Այնպես որ թող շատ լինեն երազանքների դերերը։ Արի ամփոփենք 2025 թվականը ու ասա ինչ սպասելիքներ ունես արդեն 2026 թվականից։ Աստված ինչքան շուտ է անցնում ժամանակը։ Չգիտեմ, ուզում եմ որ բոլորը առողջ լինեն, ամենակարևորը, ուզում եմ որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, իսկ մնացածը արդեն կարևոր չի, մնացածը կլինի։ Առողջությունն է ամենակարևորը, գալիս է մի հատ պահ, որ հասկանում ես, որ իսկապես դրանից կարևոր բան չկա։ Ու դե իհարկե աշխարհն էլ պիտի խաղաղ լինի, որ մենք խաղաղ հոգով, սրտով կարողանանք մեր գործը անել։
Սոնա, մեր հաղորդման գործընկեր She-Beauty սրահի կողմից քեզ նվիրում եմ նվերքարդ, կարող ես սպասարկվել շատ հաճելի եւ յուրահատուկ մթնոլորտում։ Շնորհակալ եմ Անի ջան, քեզ շատ շնորհակալ եմ հաճելի զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ եկար։ Հուսամ հաճելի զրույց ունեցանք։ Հաղորդման գործընկերն է She-Beauty գեղեցկության սրահը, հասցե կորյունի 10, հեռախոս 091 20 82 56։ Առանց ֆիլտրերի այսօր զրուցում էինք դերասանուհի Սոնա Մաթևոսյանի հետ։ Կհանդիպենք հաջորդ անգամ։